Սիրիայում վիճակը չի մեղմանում, ավելի է սրվում։ Պատգամավորները մտահոգված են ու Սփյուռքի նախարարից վերջին տեղեկություններն են ճշտում սիրիահայերի վերաբերյալ։ Իրենց օգնություն են առաջարկում։ Ինչ նոր բան կարող եք ասել այդ ուղղությամբ, ինչ նոր բան կարող եք առաջարկել մեզ համար որպես պատգամավորներ։ Հրանուշ Հակոբյանի տվյալով Հալեպում զոհվածների մեջ հայ չկա։ Մայիսի դեպքերից հետո 2500 սիրիահայ է եկել Հայաստան, 300-ն էլ սեպտեմբերին։ Ընդհանուր առմամբ Հալեպում ու առհասարակ Սիրիայում դեռ 15000 հայ կա։ Ուշադրության կենտրոնում են որբերն ու ծերերը։ Մենք կարողացանք բարերարներ գտնել եւ 30 որբ երեխաներ ունենք որբանոցում Հալեպի եւ 46 ծերեր, որոնցից 14-ը գանված են անկողնում, նրանց սննդի ապրուստի խնդիրները կարգավորելու համար։ Վարորդների բեռը թեթևացնելու հարցը նորից եկավ հասավ խորհրդարան։ Հեղինե Բիշարյանին հետաքրքրում է, թե ինչ արդյունք կա նախագահի հանձնարարություններից եւ հայտնի խորհրդակցությունից հետո։ Նկատի ունի վարորդների բեռը թեթևացնելը։ Տեսա, թե ինչպես էր երկրի նախագահան առաջարկում եւ հորդորում, որ այդ ուրեմն վարչական խախտումների հետ կապված մի անգամից ուրեմն չդրվեն տուժտուգանքներ, այլ ծանոթություններ ուղարկվի, թեթևացվի այն բեռը, ինչը դրված է այսպես ասած վարորդների ուսերին։ Ազգային ժողովի ամբիոնից առաջին անգամ հնչում է կպատասխանի Արփինե Հովհաննիսյանը, արդարադատության նախարար։ Ով նորանշանակ նախարարը խնդրին լավ է ծանոթ, վարորդների համաներման օրինագծի համահեղինակ էր, բայց այս պահին նորություն չասած նախագահի հանձնարարություններից հետո մանրամասն ուսումնասիրում պարզում են, ինչու վարորդները պատշաճ չեն ծանուցվել։ Նախագահի հանձնարարականի հիման վրա արդեն իսկ տրվել են հանձնարարականներ եւ պատշաճ կերպով իրականացվում են որոշակի աշխատանքներ։ Նաիրիտի վերագործարկման հարցն էլ Լևոն Զուրաբյանը թարմացրեց։ Միջազգային կառույցների ուսումնասիրության արդյունքն ընթերցեց, որոնց եզրակացությամբ Նաիրիտի վերագործարկումը նպատակահարմար չէ։ Ճշտում է, կառավարությունն էլ է այդպես կարծում։ Վերջապես ո՞րն է կառավարության դիրքորոշումը։ Էներգետիկայի նախարարը ասել է, այստեղ էլ կրկնեց, կառավարությունը շարունակում է քննարկել ու վերագործարկման հնարավորություն փնտրել, բայց չկա պոտենցիալ ներդրող, հստակ առաջարկ։ Եթե լինի, կառավարությունը պատրաստ է նույնիսկ պարտքերը սառեցնել, բանակցել։ Շաքե Ղազարյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։